ձեր ուղերձում նաև նշել եք ընդամենը 10 տարի առաջ կատարված միջոցառման մասին, երբ 100-ամյա տարելիցը ցեղասպանության մեծ մասշտաբներով նշվեց, այդ օրերին մեր կողքին էին բազմաթիվ երկրների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ այսօր փաստացի այսպես դեվոլյուցիա ունենք եւ չունենք բացի անատամ հայտարարություններից ոչինչ։ Ինչով եք սա պայմանավորում Թուրքիային հաջողանալու փորձը, թե այլ բան կա։ Ես չգիտեմ ինչ կա, բայց որ պետությունը մի տեսակ երկրորդ պլան է մղել ցեղասպանության հարցը, դա փաստ է։ Իսկ ենթադրել թե նրանք ինչ են մտածում, ինչու են անում անշնորհակալ գործ, որովհետև նրանք կարող են հարցը առաջնային չէ իրենց համար եւ արդյոք այս քաղաքականությունը ուրացման քաղաքականություն չի հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունները ցեղասպանության ընկալման վերաբերյալ նաեւ։ Որ ասեմ 100%-ով ուրացել են, չէ, հա, կարծես թե այսօր են եկել այստեղ եւ այլն, բայց իմ կարծիքով այդ ճանապարհին է։ Պարոն նախագահ, դուք հայտարարեցիք ձեր տարիներ շարունակ հայրել են դրոշը Թուրքիայի, Ադրբեջանի, այսօր դատապարտում են, ինչով եք դա բացատրում։ Ես նոր ասացի, որ ինչ էլ դրանք անին, ինչ էլ ասեն, միևնույն է, մեր ժողովրդի 80%-ը ասելու է, որ նրանք դավաճան են։ Պարոն նախագահ, Այսպես որ նրանց ասացի վրա ուշադրություն դարձնելը անշնորհակալ գործ է։ Պարոն նախագահ, դուք ձեր վերջին ընտրություններին կարտացոլվի ինչ-որ չէ։ Ես կարծում եմ դա կարտացոլվի նայ միջև 26 թվականին։ Պարոն նախագահ, դուք ձեր այդ վերջին ելույթում հայտարարեցիք, որ ձեր թիմի գլխավոր նպատակը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, ասում եք մինչև 26-ը դա կարտացոլվի։ Դուք ինչ որ հստակ ծրագիր ունի հանրապետական կուսակցությունը այդ իշխանափոխության ուղղությամբ ինչ եք ծրագրել, կարող եք։ Մենք առանց ծրագրի չենք գործում։ Այո, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հրապարակում։ Բայց մինչև ընտրությունները պատրաստվում, մինչև ընտրությունները փորձում է Նիկոլ Փաշինյանին բերելը կապել ձեր եւ հանրապետականի հետ եւ դա անում է Ռոբերտ Քոչարյանի ու իր թիմը։ Գիտեք, ես շատ երկար եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը 25 տարուց ավելի եւ միգուցե դրանով է նաեւ պայմանավորված, որ ես այս երկրի ամենազրպարտված պաշտոնյաներից, գործիչներից մեկն եմ։ Այնպես որ զրպարտությունները ինձ չեն զարմացնում եւ ոչ էլ զայրացնում։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի հետ այս պայն ինչ հարաբերություններ ունեք, ինչու է համագիրների մակարդակով այս փոխհրաձգությունը առնվազն խոսքի եւ ի վերջո էշին համբուրողը ով է եղել։ Ռոբերտ Քոչարյան հանգիստ ողեք, իսկ էշին համբուրող մի հոգի չի եղել։ Իսկ էշին ով է։ Ասում են էշին ով աճեցրեց այս տարիներին, թողեց որ գա խորհրդարան, բանտից ազատեց։ Ինչ անշանակում թողեց, ասում խորհրդարանի բանալիներ իմ ձեռն էր։ Չէ, որ բանտից ազատվեց համաներմամբ, հետո մտավ քաղաքական։ Բայց մենակ ինքը չի համաներմամբ ազատվել, չէ, բանտից ազատվել են համաներմամբ հարյուրավոր մարդիկ, այդ թվում նաև ինքը, իսկ այդ համաներումը կիրառվում էր, որպեսզի հասարակության մեջ թշնամանքը մեղմացվի։ Պարոն նախագահ, անկախության հռչակագրի մասին, անկախության հռչակագրի հրաժարումը, որի մասին այսօր բոլոր մակարդակներով խոսում են նաև իշխանական սատելիտները, էլի ուրացման արար է, թե այլ պատճառներ կան, գուցե երկխոսություն, ինչի մասին խոսում են, կամ խաղաղության գործընթաց։ Ես չեմ կարծում, որ նրանք կարողանալու են հրաժարվել անկախության հռչակագրից։ Ինչու, պարոն նախագահ, հանրակրվեն տապալվի։ Որովհետև չեն հասցնել։ Ուղղակի չեն հասցնել։ Թուրքիայի պահանջն է։ Չեն կարող։ Ուղղակի չեն կարող։ Եթե եկող կիրակի լինի հանրակրվե, ապա այդ հանրակրվեն չի կայանա։ Բոլոր ուսումնասիրությունները այդ մասին են խոսում։ Պարոն նախագահ, դա համարում եք Թուրքիայի պահանջը, Թուրքիայի պահանջն եք համարում անկախության Ալեն Սիմոնյանը ձեզ ասում է ամբողջ հայտարարություններ անելուց առաջ հայելու մեջ նայեք, միգուցե ամաչեք։ Ինչ որ բան կա, որի համար դուք կարող եք ամաչել։
Եթե համաչելուց ենք խոսում, ձեր նշած այդ անձնավորությունը, նրա հետ մի 70-80 հոգի, այդ մասին ընդհանրապես պետք է լռեն, որտեղ իրենք կարմրեն, երբ որ նայեն հայելու մեջ։ Պարոն նախագահ, ինչու եք համոզված, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ձեր այս հայտարարությունը հաջողությամբ կպսակվի, որովհետև իր պաշտոնավարումից հետո բազմաթիվ այդպիսի փորձեր ամեն դեպքում ընդդիմությունը չի հաջողել հասցնել նպատակին, վերջնակետին։ Միգուցե հարցը հասունացված չէր, հիմա հասունացած է։ Այդ բոլոր շարժումները բերել են եւ հարցը հասունացրել են։ Կարծում եք Շարժնորսելու փողոցային շարժումը, պարոն Սարգսյան, կարծեցիք լինելու է։ Ով ատառակելությունը կարողանա ստանալ։ իսկ դուք պատրաստ եք ստանձնել երկրի ղեկավարումը նորից, պարոն նախագահ։ Բայց մինչև այդ մենք չգիտենք, չէ՞ որ Սրբազանը այդպիսի առաջնորդություն կստանձներ, բայց Իսկ հիմա գիտեք, Պարոն նախագահ, իսկ դուք պատրաստ եք նորից առաջնորդել երկիրը։ ոչ։